Մերձավոր Արևելքում ահագնացող պատերազմն ու Հորմուզի խցանումը համաշխարհային առևտուրը կանգնած է կոլապսի շեմին։ Թրամփի տնտեսական վարդագույն երազանքը և պատերազմի դառն իրականությունը, էպիկական զայրույթից հետո էպիկական ռազմական ծախսերն ու էպիկական հիասթափություն։ Պատերազմը հասել է ամերիկացիների գրպաններին։ Ամերիկացիները Թրամփի հետ համաձայն չեն, ինչ արդյունքներ են ցույց տալիս հարցումները։ Կանաչ լույս ռազմական գործողություններին Սենատը թույլատրեց Թրամփի տիրանական արշավանքը։ Քրդական խաղաքարտը կրկին արդիական է, Թրամփը նոր դաշնակիցներ է փնտրում Թեհրանը տապալելու համար։ Իսկ ամռանը թեժ կլինի Ամերիկայում, Արևմուտքը պատրաստվում է հրդեհաշատ ամիսներին։ 1.2 միլիարդ դոլարանոց վրանն ու կարմրուկի գրոհը Թեքսասում, մոմի լույսի տակ, բայց ոչ ռոմանտիկ բնավորության համար։ Կուբան հոսանքազրկվել է։ Մանկապարտեզ թե թմրալաբորատորիա, Բրոնքսի ողբերգության հանգուցալուծումը։ Փոփ արքայի մութ ժառանգությունը, Ջեքսոնին մեղադրում են երեխաների սեռական թրաֆիքինգի մեջ։ Ռոդ Այլենդի սուրբ մեղքերը, ինչպես է եկեղեցին դառնում հանցագործության թաքստոց։ Իսկ թողարկման երկրորդ մասում կաշխատի իմ գործընկերը Մանու Հարությունյանը այսօր պատմելու է առաջիկա օրերին սպասվող միջոցառումների մասին։ Ֆիլմ, համերգ թե տիկնիկային թատրոն երեխաների համար։ Կընտրեք ինքներդ, Մանուն առաջարկներ ունի բոլոր տարիքային խմբերի համար։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենահետաքրքիր ու կարևոր թեմաները։ Եթե ուզում եք աջակցել մեզ մեկնաբանություններում, պարզապես գրեք ձեր առաջարկներն ու կարծիքը մեր նախագծի մասին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը։ Հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Հորմուզի նեղուցը բռնկված պատերազմի պատճառով գրեթե ամբողջությամբ փակ է, նավթատարների երթևեկությունը նվազել է շուրջ 90%-ով։ Իրանի սպառնալիքներն ու ռազմական հարվածները ստիպել են ավելի քան 150 նավերի փոխել իրենց ուղղությունը։ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ ռազմածովային ուժերը կսկսեն ուղեկցել տանկերները, սակայն անվտանգության հարցերով մասնագետները նշում են, որ բոլոր տանկերների պաշտպանությունն ապահովելն ուղղակի իրատեսական չէ։ Խոշոր լոգիստիկ ընկերությունները, ինչպիսիք են Maersk և Emirates Sky Cargo-ն, դադարեցրել են աշխատանքը տարածաշրջանում։ Մատակարարման ընդհատումները կարող են առաջացնել համաշխարհային շոկեր, ազդելով ոչ միայն էներգակիրների, այլև շաքարավազի, այլյումինի և պարարտանյութերի միջազգային առևտրի վրա։ ԱՄՆ-ում բենզինի միջին գինը հասել է 3.19 դոլարի, եթե գները մնան բարձր, դրանք կսկսեն ազդել նաև անշարժ գույքի շուկայի վրա, որտեղ հիփոթեքային դրույքաչափերը արդեն վերադարձել են 6.07%-ի մակարդակին։ Հորմուզի նեղուցի փակումը կաթվածահար է արել համաշխարհային առևտուրը, քանի որ այնտեղով է անցնում ոչ միայն աշխարհի նավթի 20%, այլև պարարտանյութերի 1/3-ը։ Ֆերմերները տագնապած են գարնանային ցանքսից առաջ, գնաճը սպառնում է նոր թափ հավաքել եւ կարող է հասնել 2.7%-ի։ Հիփոթեքային վարկերի 30-ամյա ֆիքսված դրույքաչափերը 5.98%-ից կտրուկ դարձել են 6.13%։ Դաշնային պահուստային համակարգը կարող է դադարեցնել տոկոսադրույքների նվազեցումը։ Ֆոնդային շուկայում տիրում է անորոշություն, թեև պաշտպանական ընկերությունները շահույթներ են գրանցում, միլիոնավոր ամերիկացիների կենսաթոշակային խնայողությունները վտանգված են շուկայի տատանումների պատճառով։ Սպիտակ տան ներկայացուցիչները վստահեցնում են, որ վարչակազմի ռազմավարությունը կաշխատի եւ լավագույնը դեռ առջևում է Թրամփի երկրորդ ժամկետում։ Քանի դեռ մեր լսարանը մեծանում է եւ միավորում ամերիկահայությանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ ձեր բաժանորդագրությունը շնորհակալություն հայտնելու լավագույն միջոցն է, իսկ այժմ Թրամփի հերթական նախաձեռնության մասին։ Նախագահի վարչակազմը քննարկում է պաշտպանական արտադրության ակտի կիրառումը զինամթերքի թողարկումն արագացնելու համար։ Կոնգրեսում մտահոգված են, որ պատերազմը կարող է սպառել ԱՄՆ պահեստները։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, մենք ունենք անսահմանափակ զինամթերք, փոխարենը զինվորականները զգուշացնում են, որ հակաօդային պաշտպանության միջոցները նվազել են։ Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթի մարտավարությունն է խնայել հրթիռները, թիրախավորելով Իրանի արձակման կայանքները։ Վերլուծաբանները նշում են, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում արդեն տեղակայել է իր հակահրթիռների կեսը։ Դրանց կարիքն ունեն նաև դաշնակիցները Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Արաբական Էմիրությունները։ Պաշտոնյաները խոստովանում են, որ գործարանները լիարժեք պատերազմականի վերածելու համար դեռ ժամանակ է հարկավոր։
Նոր հարցումների համաձայն ընտրողների 54%-ը չի սատարում Թրամփի գործողությունները Իրանի հարցում։ 1000 ընտրողների 52%-ը վստահ է, որ Միացյալ Նահանգները չպետք է ռազմական ուժ կիրառել։ Սոցիոլոգները համեմատում են, սա աջակցության ավելի ցածր մակարդակ է, քան նախկին պատերազմների մեկնարկին տեսած ցուցանիշները։ Հասարակությունը խիստ բևեռացված է, դեմոկրատների 89%-ը դեմ է հարվածներին, մինչդեռ ՄԱԳԱ շարժման հետևորդների 90%-ը սատարում է նախագահին։ Սակայն ոչ ՄԱԳԱ հանրապետականների միայն 54%-ն է կողմ պատերազմին։ Երիտասարդների 2/3-ը եւ կանանց 60%-ը նույնպես դեմ են ռազմական գործողություններին, ինչը վկայում է հասարակական լուրջ դժգոհության եւ երկրի ներսում առկա խորը ճեղքվածքների մասին։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ հարվածները անհրաժեշտ են մոտալուտ սպառնալիքներից պաշտպանվելու եւ Իրանին միջուկային զենքից հեռու պահելու համար։ Չնայած Իրանի նկատմամբ ընդհանուր վատ վերաբերմունքին, շատերը վախենում են, որ սա կվերածվի եւս մեկ անվերջ պատերազմի, հանգեցնելով նոր կորուստների։ Հարցվողները անհանգստացած են զոհերով եւ առելիքի գների աճով, որոնք արդեն իսկ զգալիորեն հարվածում են շարքային քաղաքացիների գրպանին։ Սենատի հանրապետականները տապալեցին Իրանի դեմ պատերազմը կանգնեցնելու բանաձևը 47 կողմ եւ 53 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենսդիրները հավանություն տվեցին Թրամփի գործողություններին։ Պաշտպանության նախարար Հեքսեթը նշեց, որ պատերազմը կարող է տևել եւս 8 շաբաթ։ Հանրապետականները պնդեցին, որ Իրանի միջուկային ծրագիրը պետք է ոչնչացվի։ Ներկայացուցիչների պալատում եւս սպասվում է թեժ քվեարկություն, գրեթե բոլոր դեմոկրատները եւ անգամ որոշ հանրապետականներ դեմ են արտահայտվում ԱՄՆ-ի ներգրավումը ռազմական գործողություններում, հատկապես եթե դրանք կարող են երկարել ու հրթիռային պատերազմից վերածվել ցամաքային ներխուժման։ Թրամփի վարչակազմը քննարկում է Հյուսիսային Իրաքի եւ Իրանի հյուսիս-արևմուտքի քուրդ առաջնորդներին զինելու հնարավորությունները։ Այս քայլը նպատակ ունի ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա եւ տապալել վարչակարգը պատերազմի միջոցով։ Նախագահը զանգահարել է քուրդ ղեկավարներին քննարկելու ընդդիմադիր ուժերին Իրանի ներսում օգտագործելու տարբերակները։ Սպիտակ տան խոսնակը հաստատել է շփումները կենտրոնական հետախուզական վարչությունը նախկինում եւս թեթև զենքեր է տրամադրել էթնիկ խմբերին։ Փորձագետների կարծիքով քրդերին զիննելը ցամաքային ներխուժման միակ այլընտրանքն է։ Վաշինգտոնը հույսը դնում է ներքին ապստամբության վրա Իրանի վարչակարգը ներսից քայքայելու համար։ Թրամփը նաեւ բացահայտ դիմել է իրանցիներին կոչ անելով իրենց ձեռքը վերցնել կառավարությունը, թեև քրդերին զենք ուղարկելու որոշում դեռ չկա, այս ռազմավարությունը դիտարկվում է որպես ռեժիմի փոփոխության գործիք։ Վերադառնանք Ամերիկա, որտեղ առաջիկա ամիսներին թեժ կլինի բառի սուղիղ իմաստով ԱՄՆ-ում գրանցվել է վերջին տասնամյակների ամենասակավ ձմեռը։ Բարձր ջերմաստիճանը ձմեռը դարձրել է անսովոր տաք եւ չոր, ինչը կտրուկ մեծացնում է ինտենսիվ հրդեհների վտանգը։ Կոլորադոյի կլիմայական կենտրոնից ահազանգում են, որ Կոլորադոյի լեռներում ձնածածկույթն ամենացածրն է վերջին 40 տարվա ընթացքում։ Հոկտեմբերից փետրվար ժամանակահատվածում ռեկորդային տաք էր։ Ձյան բացակայությունը նշանակում է, որ բուսականությունը ավելի շուտ է չորանում, իդեալական պայմաններ ստեղծելով հրդեհների համար։ Խնդիրը միայն հրդեհները չեն, այլև ջրի պակասը։ Յուտայում ջրամատակարարման շուրջ 95%-ը կախված է լեռների ձնածածկույթից։ Առանց ձյան հալոցքի գետերն ու ջրամբարները չեն համալրվի, ինչն աղետալի կլինի քաղաքների եւ գյուղատնտեսության համար։ Կոլորադո Ռիվեր գետի ավազանն արդեն իսկ հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Կլիմայական փոփոխությունները մեծացնում են ձմեռային բարձր ջերմաստիճանի հավանականությունը, թեև ձյուն դեռ կարող է տեղալ Յուտայի կամ Կոլորադոյի լեռներում, կանխատեսումները հուսադրող չեն։ Հիմնական հույսն այն է, որ սա պարզապես կլինի վատ տարի, այլ ոչ թե աղետալի տարի։ Այսի Թեքսասի խոշորագույն կենտրոնում հաստատվել է կարմրուկի 14 դեպք, Էլ Պասոյի Քեմփ Իստ Մոնտանա ճամբարում մեկուսացվել է եւս 112 մարդ։ Գործակալության խոսնակը հայտնել է, որ իրենք ուշադիր հետևում են իրավիճակին։ Հաստատությունը գտնվում է Ֆորտ Բլիս ռազմաբազայի տարածքում եւ փակվել է այցելուների համար։
Կասկածներ են հարուցում նաև Կապալառուի Acquisition Logistics ընկերության գործողությունները։ Վիրջինիայում գործող այս փոքր ընկերությունը ստացել է 1,2 միլիարդ դոլարի պայմանագիր, չնայած նախկինում նման փորձ չի ունեցել։ Ընկերության ղեկավարը բիզնեսը վարում է իր սեփական տնից, իսկ կայքը ներկայումս տեխնիկական սպասարկման փուլում է, այսինքն փաստացի չի գործում։ Այս պնդում է, որ ապահովում է համապարփակ բժշկական խնամք և 24 ժամյա շտապօգնություն։ Սակայն փաստերը հակառակն են ապացուցում, սա ներկայումս գործող ամենամեծ բրանային կառույցն է, որտեղ պահվում է 2954 կալանավոր։ Այսը նման փափուկ կողերով բրաները նախընտրում է սովորական քարե շենքից, հակառակ աճող առողջապահական ռիսկերին ու մահվան դեպքերին։ Կուբայի արևմտյան հատվածում տեղի է ունեցել զանգվածային հոսանքազրկում, միլիոնավոր բնակիչներ Հավանայում և հարակից շրջաններում մնացել են առանց էլեկտրականության։ Էներգետիկ ճգնաժամի պատճառը նավթի պաշարների սպառումն է։ Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել բոլորին նկատմամբ, ովքեր նավթ կվաճառեն կղզում։ Կուբայի իշխանությունները զգուշացրել են, որ վառելիքի խնայողության միջոցառումները կլինեն խիստ և անխուսափելի։ Կառավարությունը նշել է, որ ինքնաթիռների վառելիքը հասանելի չի լինի կղզու 9 օդանավակայաններում մինչև մարտի կեսը։ Մինչ այդ Կուբան արդեն ունի քայքայվող էլեկտրական ցանցեր և վառելիքի դեֆիցիտ։ Էներգետիկ համակարգի կոլապսը կատվածահար է արել առօրյա կյանքը ամբողջ երկրում, ստեղծելով լուրջ խնդիրներ բնակչության համար։ Վերականգնողական աշխատանքներ են ընթանում, սակայն փողոցային լուսակիրները շարունակում են չաշխատել։ Սա 3 ամսվա մեջ արդեն երկրորդ նմանատիպ խոշոր վթարն է։ Միլիոնավոր կուբացիներ սպասում են լույսի վերադարձին, մինչդեռ նավթային պաշարները շարունակում են նվազել քաղաքական լարվածության և տնտեսական պատժամիջոցների պատճառով։ Իրավիճակը մնում է օրհասական ու անկանխատեսելի։ Բրոնքսում մանկապարտեզի սեփականատերը և նրա ամուսինը դատապարտվել են 25 տարվա ազատազրկման։ Նրանք մեղավոր են ճանաչվել 22 ամսական երեխայի սպանության մեջ։ Երեխան մահացել էր մանկապարտեզում ֆենտանիլից թունավորվելու հետևանքով։ Դատախազները պարզել են, որ զույգը թմրանյութը մշակել է հենց խոհանոցում, օգտագործելով նույն գործիքները, որոնցով պատրաստվում էր երեխաների սնունդը։ Խաղաղասենյակի գաղտնի դռնակի տակ հայտնաբերվել է 12 կիլոգրամ թմրանյութ։ Եվս 3 երեխա ծանր թունավորմամբ տեղափոխվել էին հիվանդանոց, սակայն նրանց կյանքը հաջողվել էր փրկել։ Ամուսինները դեպքից հետո փորձել են փախչել Մեքսիկա, բայց չի հաջողվել։ Կինը դատարանում խոստովանել է, որ ամուսինը մանկապարտեզն օգտագործել է իր թմրամիջոցների բիզնեսը թաքցնելու համար։ Այս դատավճիռը կգործի դաշնային դատարանի սահմանած 45 տարվա պատժին զուգահեռ, որը զույգն արդեն ստացել էր թմրամիջոցների տարածման մեղադրանքով։ Արդյունքում նրանք դատապարտվել են 70 տարվա ազատազրկման։ Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի մահից տարիներ անց նոր սկանդալ է բռնկվել Կալիֆոռնիայում։ Կաշիո ընտանիքի 4 քույր ու եղբայր դաշնային դատարան հայց են ներկայացրել երգչին անվանելով երեխաների սերիական գիշատիչ։ Նրանք պնդում են, որ Ջեքսոնը ավելի քան 1 տասնամյակ իրենց թմրեցրել և ենթարկել է սեռական բռնության, սկսած 7-8 տարեկան հասակից։ Ջեքսոնի ժառանգության հարցերով զբաղվող կողմը հերքում է այս մեղադրանքները։ Նրանց ներկայացուցիչը հիշեցրել է, որ նույն ընտանիքի անդամը 2011 թվականին գիրք էր հրատարակել պաշտպանելով Ջեքսոնի անմեղությունը։ Հայցվորների փաստաբանը հակադարձում է, որ Ջեքսոնի իրականացրած ուղեղի լվացումը կանխել է օգնության դիմելը։ Հայցում նշվում է նաև, որ հիմնադրամը նրանց առաջարկել է $690,000 լռության դիմաց։ Հիշեցնենք, որ Ջեքսոնը 2005 թվականին անմեղ էր ճանաչվել նմանատիպ մեղադրանքներով։ Նա մահացել է 2009 թվականին 50 տարեկանում գերդոզավորումից։ ԱՄՆ շրջանային դատարանը կքննի գործը, պատասխանատվության ենթարկելով աստղի հետ կապված հիմնադրամներին ու ընկերություններին։ Ռոդ Այլենդի գլխավոր դատախազի նոր զեկույցը ցնցել է ողջ նահանգը։ 1950 թվականից ի վեր 75 հոգևորական բռնության է ենթարկել ավելի քան 300 երեխայի։ Սա ԱՄՆ-ի ամենակաթոլիկ նահանգն է։ Եկեղեցին տասնամյակներ շարունակ պաշտպանել է մանկապիղծներին, նրանց ուղղակի տեղափոխելով նոր ծառայության վայրեր։ Հոգևորականներին իրավապահներին հանձնելու փոխարեն հաճախ ուղարկել են հոգևոր վերականգնողական կենտրոններ կամ պարզապես թոշակի։
Թեմը պնդում է, որ համագործակցել է, սակայն դատախազությունը հայտնել է, որ եկեղեցին մերժել է անձնակազմի հարցաքննությունները։ Հետաքննության ընթացքում օգտագործվել են 70 տարվա գաղտնի արխիվներ ու փաստաթղթեր։ Ներկայումս միայն 4 քահանայի նկատմամբ է մեղադրանքներ ներկայացվել վերջին տարիների դեպքերով։ Զոհերի իրական թիվը ըստ պաշտոնյաների հավանաբար շատ ավելի մեծ է, քան նշված է պաշտոնական տվյալներում։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ և թեմաներ են հրապարակված մեր սոցցանցերում։ Լոս Անջելեսի Ստուդիո Սիթիի հայտնի տունը պաշտոնապես հռչակվեց պատմամշակութային հուշարձան։ Այն ծառայել է որպես Բրեյդիների խումբ հայտնի սիթքոմի արտաքին նկարահանումների հիմնական վայր։ Քաղաքային խորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Սան Ֆերնանդո հովտում գտնվող այս շինությանը պաշտպանություն տրամադրելու օգտին։ Դա ներկայիս սեփականատերը նշել է, որ շինությունը օգտագործվելու է բացառապես բարեգործական նպատակներով։ Տունը նախապես վերանորոգվել է HGTV հեռուստաալիքի կողմից ճշգրիտ վերականգնելով ֆիլմի ինտերիերը։ Շուտով այն բաց կլինի այցելուների համար։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ներկայացուցիչները նշում են, որ ճարպակալման դեմ նախատեսված GLP-1 դեղամիջոցները նոր հեռանկարներ են բացում։ Նոր հետազոտությունները փաստում են, որ այս դեղերը կարող են օգնել մարդկանց հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից եւ նույնիսկ որոշ թմրամիջոցներից։ Վաշինգտոնի համալսարանում էլ վերլուծել են 600,000 հիվանդի տվյալներ։ Շտապօգնության այցերը եւ մահերի թիվը զգալի նվազում է տվյալ դեղամիջոցներն օգտագործելու դեպքում։ Գիտնականները ենթադրում են, որ դեղամիջոցն ազդում է ուղեղի, այսպես ասած, պարգևատրման ազդանշանային հատվածի վրա։ Ճարպակալման բուժման ժամանակ այն օգնում է խուսափել մշտապես ուտելիքի մասին մտածելուց։ Գիտնականները կարծում են, որ դա կարող է օգնել վնասակար կախվածություններից խուսափելու հարցում։ Universal Studios Hollywood-ը այս ամառ կբացի Fast and Furious Hollywood Drift նոր ատրակցիոնը։ Այցելուները կկարողանան մրցել եւ դրիֆտ անել Դոմինիկ Տորետոյի մեքենաներով։ Սա կլինի Universal ընկերության ամենաարագ ատրակցիոնը, զարգացնելով 72 մղոն ժամարագություն։ Ատրակցիոնը կունենա 4100 ֆուտ երկարությամբ ուղի եւ պտտվող մեքենաներ, որոնք կնմանակեն Ֆորսաժ ֆիլմաշարի հայտնի գործողությունները։ Universal Pictures-ը նշում է, որ այս նախագիծը նվիրված է ֆիլմաշարի 25-ամյակին։ Շնորհիվ նոր տեխնոլոգիաների աղմուկը զգալիորեն չի ազդի հարակից տների վրա, իսկ վերջին Fast Forever ֆիլմը կթողարկվի 2028 թվականին։ Օրվա լրահոսից ահա այսքանն էինք առանձնացրել։ Հաջորդիվ իմ գործընկեր Մանու Հարությունյանն է շարունակելու թողարկումը առաջիկա օրերի ամենահետաքրքիր միջոցառումների մասին նորություններով։ Բարև ձեզ։ Օրը 5-շաբթի է եւ Glendale News-ի եթերում պատմելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային եւ ժամանցային միջոցառումների մասին։ Վիրտուալ ջութակահար Սամվել Երևինյանն աննախադեպ կենթանի շոուի ընթացքում նորովի է ներկայացնում Հայաստանի մշակութային մեծագույն լեգենդներին։ Արհեստական բանականության կիրառմամբ ստեղծված ապշեցուցիչ LED վիզուալիզացիաների շնորհիվ Շարլ Անձնավուրի, Կոմիտասի, Եղիշե Չարենցի, Արնո Բաբաջանյանի, Կարո Հայրապետյանի եւ Սայաթ Նովայի կերպարները կհայտնվեն բեմում, վերածնվելով արվեստի, երաժշտության եւ տեխնոլոգիաների միջոցով The Great Armenians խորագրով նախագծում։ Մարտի 14-ին երեկոյան ժամը 7:30 Փասադենայի AGBU Performing Arts Center-ում։ Ջոն Ուիլյամսը եւ Ռախմանինովը մեկ համերգում։ Ուիլյամսը կինոյի պատմության ամենանշանավոր ու անմոռանալի մի շարք սաունդթրեքերի հեղինակն է։ Խոստումնալից երիտասարդ դիրիժոր Աննա Հենդլերը Walt Disney-ի համերգասրահում ղեկավարելու է Ուիլյամսի շեփորի կոնցերտը։ Հենդլերը նաև կդիրիժորի Հյուրայի դարաշրջանի զբոսայգի ֆիլմի երաժշտական թեման, ինչպես նաև տպավորիչ նվագախմբային գլուխգործոց հանդիսացող սիմֆոնիկ պարերը։ Սա Ռախմանինովի վերջին ստեղծագործությունն է, որտեղ ռոմանտիկ մեղեդիները միաձուլվում են ժամանակակից մեղեդիներին, ջազային նշույլներին եւ միջնադարյան երգեցողությանը։ Մարտի 13-ին երեկոյան ժամը 8-ին Լոս Անջելեսի Walt Disney Concert Hall-ում հրավիրում եմ կինոմանների ուշադրությունը։ Կրկին փորձիր։ Կինոկատակերգությունը պատմում է մի երիտասարդ տղայի մասին, որը հանուն սիրով վաճառում է իր հոգին 6 ցանկության դիմաց եւ ընկնում տարբեր զվարճալի արկածային իրավիճակների մեջ։ Մարտի 15-ին, երեկոյան ժամը 5-ին եւ ժամը 8-ին Փասադենայի AGBU Performing Arts Center-ում
Եթե սիրում եք թատերական ներկայացումներ, հաջորդ առաջարկը հենց ձեզ համար է։ Երևանի պետական կամերային թատրոնը շարունակում է Կալիֆոռնիայում ներկայացնել Սիրային խոստովանությունը։ Պիեսի հեղինակը եւ բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արա Երնջակյանն է։ Մարտի 20-ին երեկոյան ժամը 7:30 Փասադենայի AGV Performing Arts Center-ում։ Իսկ այժմ հրավիրում եմ կերպարվեստի սիրահարներին արվեստի շուրջ զրույց հայկական արմատներով աշխարհահռչակ հայ նկարիչ Ժան Գարզուի մասին Արմեն Հովեսյանի հետ։ Ձեր մասնակցությունը հաստատելու համար պետք է սկանավորեք QR կոդը։ Հանդիպումը կկայանա Գլենդելում Լիտավիա արվեստի պատկերասրահում մարտի 7-ին երեկոյան ժամը 6-ին։ Սասուն Գրիգորյանը ներկայացնում է իր նոր «Խելացի ազգ» ժամանակակից Հայաստանի նախագիծը գիրքը։ Առաջին հրատարակության մեջ տեղ գտած նրա կանխատեսումների եւ առաջարկների ավելի քան 70%-ն ամբողջությամբ կամ մասամբ ընդունվել ու իրագործվել է։ Դրանց թվում էին Հայաստանի առաջին հայրենական $1 միլիարդ գերազանցող տեխնոլոգիական ստարտափի զարգացումը, որը դարձավ Pixart-ը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացումը, Հայաստանի սահմանների երկայնքով տնտեսական գոտիների ընդլայնումը։ Թե ինչ նոր կանխատեսումներ է անում հեղինակը, կարող եք միանալ ու լսել առցանց դասախոսության ժամանակ մարտի 12-ին երեկոյան ժամը 7-ին։ Իսկ հիմա հրավիրում եմ փոքրիկներին, նրանց հայրիկ, մայրիկներին ու տատիկ-պապիկներին։ Երեք խոզուկները։ Այս տիկնիկային ներկայացումը պատրաստվել է հայտնի հեքիաթի մոտիվներով։ Երեխաներին ուսուցանում է աշխատասիրություն, փոխադարձ հարգանք ու թիմային աշխատանք։ Ներկայացումը կկայանա մարտի 22-ին ժամը 1-ին Փասադենայի AGV Performing Arts Center-ի փոքր դահլիճում։ Հուսով եմ այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակ կգտնեք ու հանգստյան օրերը հետաքրքիր կանցկացնեք։ Իսկ եթե հասցնեք այդ ընթացքում նաև մեր ալիքի հրապարակումներին հետևեք, կշահեք եւ դուք եւ մենք։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։